Կուսկովո ագարակը, որի մասին պատմելու ենք այսօր, գտնվում է Մոսկվայի արևելյան թևում։ Այն 300 տարի շարունակ պատկանել է ռուսական կայսրության ամենահարուստ ու ազդեցիկ տոհմերից մեկին՝ Շերեմետևներին։ Մոսկվայում ամեն տարի ամառնամուտին անցկացվում է փառատոն, որը կոչվում է «Ուսադьбы Մոսկվы», թարգմանաբար կստացվի մոսկովյան կալվածքները կամ ավելի դիպուկ մոսկովյան ագարակները։ Փառատոնը ձգվում է մինչև սեպտեմբերի վերջ, որի շրջանակներում անցկացվում են բազմաթիվ թեմատիկ բնույթի միջոցառումներ։ Այս փոքրիկ շինությունը անվանվում է շվեյցարական տնակ, կառուցվել է 1870 թվականին, նախագծվել է հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Բենուայի կողմից եւ այստեղ ապրել է Շերեմետևների վերջին ժառանգը Սերգեյ Դմիտրիևիչ Շերեմետևը։ Կա տեղեկություն այն մասին, որ երբ զինված բոլշևիկները ներխուժում են Պետերբուրգյան պալատ եւ Սերգեյից պահանջում են հանձնել ունեցած զենքը, նա հանգիստ ուղեկցում է նրանց տոհմական զինաթանգարան ու հարցնում. «Որ դարի զենքերն են ձեզ հատկապես անհրաժեշտ»։ Սերգեյ Շերեմետևը մահացել է Մոսկվայի Վոզդվիժենկա փողոցում գտնվող իր երբեմնի առանձնատանը, որի վերևի հարկում նրան մի փոքրիկ սենյակ էին հատկացրել բոլշևիկները, հանրակացարանի վերածելով Շերեմետևյան ամբողջ հոյակերտ պալատը։ Ուրեմն Շերեմետևների այս կալվածքը եւ այս պալատը եւ ընդհանրապես համալիրը պալատական կարելի ասել, որովհետեւ այդտեղ մի քանի մոտ 1 տասնյակին հասնող շինություններ կան, որոնք այսօր պահպանվում են պետության կողմից որպես մշակութային ժառանգություն։ Իրենից ներկայացնում էր ոչ միայն տեղ, որտեղ ազնվականները, ժամանակի հարուստները հավաքվում էին զվարճանում եւ այլն, այլ կարելի ասել թանգարանային համալիր էր նաեւ, որովհետեւ ինչպես բաց երկնքի տակ, այնպես էլ ներսում Շերեմետևները ունեին արվեստի, գեղանկարների, քանդակների եւ այլն լայն հավաքածու եւ հատկապես կարևոր եւ նշանավոր արվեստի կենտրոնը թատրոնն էր, այս պատերի ներսում գտնվող Շերեմետևները շատ մեծ հարգանքով էին վերաբերվում թատերական գործիչներին եւ թատրոնին, նրանց մոտ կար հատուկ թատերախումբ մշտական, որոնց Շերեմետևները վճարում էին, ինչպես ասվում է պատմության մեջ, եւ այդ դերասանական խմբի դերասանուհիներից, փայլուն դերասանուհիներից եւ երգչուհիներից մեկին Պրասկոֆիա Ժեմչուգովային սիրահարվում է ավագ Շերեմետևի որդի Նիկոլայ Շերեմետևը եւ նրա ժամանակի ամենասկանդալային սիրային պատմություններից եւ ամուսնություններից մեկն էր, քանի որ նա ճորտուհի էր, իսկ ազնվականները իրավունք չունեին ամուսնանալ այդ դասի հետ, բայց Նիկոլայի սերը լինում է իսկական եւ այնքան բուրըն, նա մեծ հուշեր է թողել այդ մասին։ Сегодня мы показываем иммерсивный спектакль по истории Николая Петровича Шереметьева и Прасковьи Жемчуговой, актрисы крепостного театра. История любви, да? Да. Прекрасно. Ты живой дар небесной симфонии, как лунный свет на водах утопаешь, зовешь души к морской гармонии. Я каждый день живу с тем, что каждый из этих людей, проходя мимо, говорит мне, да что он в ней нашел. Ваше императорское величие случается со всех сторон на всю Российскую. Ваше Величество, я пришел к вам с просьбой, величайшей просьбой. Я прошу разрешить
и благословить мне брак мой с величайшей актрисой моего театра Прасковьей Жемчуговой. Я долго наблюдал за ее качествами и свойствами и нашел в ней украшенный добродетелью разум, искренность, человеколюбие, верность и преданность. Я увидел в ней привязанность к святой вере и усерднейшее богопочитание. Сие качества пленили меня больше, чем красота ее, ведь эти качества чрезвычайно редки. Снизу, да, пишите. Ահա այսպես ընկերներ Կոմս Շերեմետևի եւ հասարակ ջորտուհի դերասանուհի Պրասկոֆիայի սիրո պատմությունը երիտասարդ դերասանների բեմադրությամբ իսկական սիրո ճշմարտացի պատմական ակնարկ Вы зовете меня замуж? Я просто не знаю, как это будет возможно. Я зову стать тебя своей спутницей в этой жизни и во всех последующих. Я найду способ сделать законным наш брак перед Богом и перед самодержцем. Я не позволю тебе быть в несчастье. Согласишься ли ты стать моей нареченной? Ну, конечно, я соглашусь. И я буду любить тебя всю свою жизнь. Прошло еще много времени, когда мы с Пашенькой стали настоящим мужем и женой. Может случиться? Это обязательно случится. Նիկոլայը Պրասկոֆիայի հետ ապրել է 2-3 տարի կարծեմ, նրանք ունեցել են մեկ որդի, որդու ծնվելուց հետո ծննդաբերությունը բարդ է անցել եւ աղջիկը մահացել է ցավոք։ Շերեմետ թուրքերեն բառ է, նշանակում է արագընթաց, ճկուն։ Սակայն իրական փառքը եւ աննկարագրելի հարստությունն ու ազդեցությունը Շերեմետևների տոհմը նվաճում է այն ժամանակ, երբ գահ է բարձրանում Պյոտր առաջինը, ում ամենավստահելի ու տաղանդավոր զինակիցներից էր Բորիս Շերեմետևը։ Բորիս Շերեմետևը ցարից նվեր է ստանում կոմսի տիտղոս եւ մի փոքրիկ, մի կտոր ուսոկ ալվածք։ Ահա այստեղից էլ ծագել է Ուսկովո բառը։ Զվարճալի բնույթի ճոխ տոնախմբությունների ու ընդունելությունների համբավը, որոնք շաբաթը 2 անգամ պարտադիր հաճախականությամբ կազմակերպվում էին Շերեմետևների ագարակում, հասել էր մինչև Եվրոպա։ Այստեղ հյուրընկալվել են Եկատերինա II կայսրուհին, Իոսիֆ II կայսրը, Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Պոնիտովսկին եւ ռուսական ամբողջ վերնախավը։ Часто тут рисуете? Нет, последний раз мы здесь рисовали в 19 году. А почему так? А как-то никак не могли собраться. Интересно. Все А почему разъехались именно этот в домик? разные места. Потому что я давно мечтала. Именно его. Раньше как придешь, он все время в лесах. А, А теперь вроде бы наконец-то можно. продавать будете или для себя делаете? Для себя. Дело в том, что, смотрите, у всех все разное получилось. Да, я вижу. Это, Удивительно. наверное, разные жанры просто, да? Или я просто не разбираюсь? Просто разные художники. Да, и все. Вы можете рассказать что-нибудь про усадьбу, например, что вы знаете? Интересно же. Я стесняюсь. Պետք է արձանագրել, որ այդ անծայրածիր կալվածքները գտնվում են պետության հոգատության ու պահպանության ներքո, եւ ասենք օրինակ
Ուսկովոյի 311 հեկտար շքեղ անտառային այգու տարածքի վրա չեք հանդիպի առևտրային կետեր կամ զվարճանքի վայրեր, կամ միայն մեկ փոքրիկ սրճարան, որտեղ հոգնած այցելուները կարող են հագեցնել քաղցը։